Ջորջան բարև ձեզ, պատոհաններից մեզ հետևող և Բաքվում մեզ հետևող սիրելի հայրենակիցներ, ուրախ ենք կրկին ձեզ տեսնելու և ողջունելու համար։ Մենք, ինչպես հայտնի է 2026 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավն է և ինչով ենք մենք եկել այսօր քարոզարշավի ձեր մոտ։ Մենք մի քանի կարևոր արձանագրումներով ենք եկել ձեր մոտ քարոզարշավի։ Այդ արձանագրումներից մեկը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ոլորտում շատ էական փոփոխություններ եւ այդ փոփոխություններից կարևորագույնը մասնավորապես այն է, որ այսօր մեր կենսաթոշակառուների կենսամակարդակը ավելին է, քան երբևէ եղել է Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ եմ ասում, հարգելի թոշակառուներ, թե ճիշտ չեմ ասում։ Եվ առողջության ապահովագրության համակարգը ներդրվել։ Եվ երկու համակարգերի ներդրմամբ երբեմն նաև կան կենսաթոշակառուներ, ում ամսական եկամուտները 20, 30, 40 հազար դրամով ավելացել են։ Եվ դա մեզ համար կարևոր նորություն է, որովհետև մարդիկ նախկինում, որ քրոնիկ հիվանդություններ են ունեցել եւ դեղեր են ձեռք բերել, եւ այդ դեղերի մի մասը առնվազն ստանում են պետական բյուջեի վճարումներով եւ հետեւաբար դեղերի համար վճարվող գումարների մի մասը նույնպես մնում է մարդկանց գրպաններում, մարդկանց ընտանեկան բյուջեներում։ Ես կարող եմ խոսել շատ բաների մասին, դպրոցների, մանկապարտեզների, նոր մի քաղաքացի մոտեցավ, ասեց շնորհակալություն զինվորականների ատեստավորման համար, որովհետև եւ որդին եւ հարցը զինվորական են, երկուսն էլ ատեստավորել են, աշխատավարձերը կրկնապատկվել է եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց այս ընտրություններում ամենակարևոր բանը եւ ամենակարևոր ասելիքը, որով մենք եկել ենք ձեր մոտ, եկել ենք ձեր գբակ, հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն եւ ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել հաստատված խաղաղության առիթով։ Եվ առաջիկա ընտրությունների ամենակարևոր ասելիքը եւ անելիքը հետեւյալն է, իվիճալոց խաղաղության մասին այսօր շատ են ասում եւ նաեւ քննարկում են այդ խաղաղությունը կա, այդ խաղաղությունը չկա, այդ խաղաղությունը իսկական է, այդ խաղաղությունը վստահելի է։ Ես խաղաղությունը համատում եմ երեխայի հետ, մեր խաղաղությունը 9 ամսական է եւ խաղաղությունը, մեր այսօրվա խաղաղությունը ես համատում եմ 9 ամսական երեխայի հետ։ 9 ամսական երեխան կա թե չկա։ 9 ամսական երեխան իհարկե կա, ունի անուն ազգանուն, 9 ամսական երեխան քաղաքացի է, մեր բոլորի ուրախությունն, այսինքն որտեղ 9 ամսական երեխա կա, այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ Եվ նույնն էլ խաղաղությունը ես տեսնում եմ, որ զգում եմ, որ դարձել է մեր իրականության ամենակարևոր անդամը եւ ուրախացնում է մեզ բոլորիս խաղաղությունը։ Բայց նաեւ խաղաղությունը 9 ամսական երեխայի նման է մեկ այլ դիտանկյունից, որ եթե մենք խաղաղության մասին հոգ չտանենք, ինքը չի կարող ոտքի կանգնել։ Եվ հետեւաբար, այմչալոց էտել են ասում են դե խաղաղություն ա եղել, նախկինում էլ է խաղաղություն եղել։ Ես ուզում եմ ասել, որ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, երբ որ մենք զոհ եւ վիրավոր չենք ունեցել, նախկինում անկախության առաջին օրերից ի վեր մենք չենք ունեցել այդպիսի գոնե մեկ տարի օրացուցային, որ ոչ զոհ ունենանք, ոչ վիրավոր։ Եվ հետեւաբար խաղաղությունը հաստատված է 9 ամսական երեխայի նման, մեր ուրախությունն է, մեզ բոլորիս ոգևորում եւ ոգեշնչում է, բայց 9 ամսական երեխայի նման այն խնամքի կարիք ունի։ Եվ ամենակարևոր ուղերձը նա է, որ դուք բոլորդ գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը։ Իսկ խաղաղությանը տեր կանգնելու համար անհրաժեշտ է, որ ձեր քվեարկության արդյունքում կուսակցություն ընտրությունների արդյունքում ոչ միայն պարզապես հաղթի, հաստանա սահմանադրական մեծավաստ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է նաև արձանագրել, ինչու ենք քվեարկում, որովհետև այդ քվեարկությունը ինքնանպատակ չի։ 16-ին քվեարկում ենք օրացանը ապագային
Խաղաղությանը, Շենգավիթ վարչական շրջանին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակների Հայաստանի Հանրապետությունը։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։